Կոմպոզիցիան մի գործ է, որը հրաշքով տակից դուրս է գալիս։ Եվ բոլորը հրաշքով տակից դուրս է գալիս մի կերպ կամ դուրս չեն գալիս։ Կամ ինչ որ ձևով մի թևը պոկած, մի թևը փրկած, ականջի մեկը չկա, մի կերպ մի բան դուրս եկավ տակից, բայց կատարյալ գործ կամ նախորոք հանգիստ նստել եւ այսպես ստեղծել դուք Բեթհովենի սևագրերի անցած ճանապարհը տեսնեք, թե ինչից ուր է հասել եւ այդ հապշում ես ախպերը, ասում ես, այս նյութը այսպեսին է եղել նախնական վիճակում։ Դա ինչ ահավոր ճանապարհ է հաղթահարելու ամենահանճարեղ գործերը իրեն մեծ ճանապարհ են անցել։ Այսինքն ամեն մարդ իր խաչը ունի տանելու Բեթհովենից սկսած, ես միշտ եմ ասում։ Իր հարցականների տարածք ունի, պիտի այդ հարցականների միջով անցնի եւ երազի մի օր կատարյալ մի գործ ունենալ։ Մի հատ գործ ունենալ։ Ինչպես Շերվոդ Անդերսոնի այդ պատմվածքների ժողովածուն է, որ 37 տարեկանում վերջացեց ու էլ չկարողացավ դրան հասնել։ Հիմա ես 73 տարեկան եմ, երբեմն վերադառնում եմ և այլևս առաջվա կռվարարը չեմ և ասում եմ ոնց որ թե եղել է, բայց միևնույն է խաբկանք չունեմ։ Ես իմ գործերի լավ ծնողը չեմ, ես լավ ծնող չեմ իմ գործերի համար։ Նրանք ինձ հետաքրքիր են իրենց գրվելու պահին, երբ ես նրանց հետ եմ ապրում, անասելի իրենց հետ եմ, անասելի, մինչև վերջ, և երբեմն էլ վերջացնում եմ, բայց ասում եմ, ախ, սա էլ չեղավ, այս բանը մնաց դուրս, բայց շատ էի ուզում, որ ինքը ներսում լիներ, չեղավ, բայց զորով չեմ կարող անել, ինքը պիտի ուզի այդ գործը կենթանի մարդ է, գարասական գործը կենթանի մարմին է, ինքը իր մասին, ինքը կեզ ընտրել է, որ դու իրեն օգնես մեջտեղ կա, ոչ թե դու ես իրեն, այդպես եղենակներ ես գիտեմ, չագերտավոր, երաշուն է սենց աղջիկ է իրենց, մազերից քաշած տանում են, իրենք պարկ ունեն, իրենց պարկն է խնդիրը իրենց, այդպես վերաբերվող կա երաշանը, ես գիտեմ, այդպես եղենակներ Հայաստանում էլ են եղել, ես, դու ինչ, քո միջոցով նա ասելիք ունի, նա իրեն ուզում է ներկայանալ, Իմ ծնողները իրար գտել են երաժշտության շնորհիվ։ Մայրս եղել է երաժշտասեր, որբանոցից դուրս եկած, ունեցել է իր
նվագարկիչը իր ձայնապնակները հայրս այցելել է այդ երաժշտությունը լսելու, հետո հայրս երգել է, հայրս գեղեցիկ ձայն ուներ, շատ գեղեցիկ ձայն ուներ։ Եվ մայրս էլ հրապուրվել այդ ձայնով, այնպես որ երկուսին միավորել է երաժշտությունը։ Էլ չեմ ասում, որ մեծ հորս մասին են պատմում, ես չեմ տեսել։ Երաժշտասեր, ապահով հարուստ մարդ է եղել եւ Տիգրանակերտից։ Եվ շատ սիրում եմ այս դրվագը իմ մեծ հոր, ասում են, որ երբ պահանջ է ունեցել երաժշտության մեջ ապրելու, նվագել երգելու ինքն իր համար, մտել է իր սենյակը, երեխաները, կինը չպետք է տեսնեն իր զեղումը, իր հուզմունքները, դա ինքը պետք է միայն անձնապես ապրեր դա, երեխա չպետք է տեսնեն նրանք։ Ինքան եմ սիրում այս արտիստիզմին դեմ ուղղված իր այս երաժշտության մեջ ապրելու այս տեսակը։ Սա մի ուրիշ պահանջ է, զվարճություն չէ, սա մի ուրիշ վայելք է։ Առավելաբար դեպի ներս երկվող տեսակն է մերը։ Իտալացին երբ երգում է ծովափնյա, այդ հրաշալի բնության մեջ, ազատության մեջ, գեղեցիկ ձայնով, բելկանտո երգեցողությամբ, դեպի դուրս թռնող ձայնն է, չէ՞, մերը դեպի ներսն է։ Ես սա հստակ գիտեմ։ Դա ձայնի մեծության խնդիրը չէ, ֆիզիկական հատկությունը չէ ձայնի, դա ձայնի ուղղվածության խնդիրն է, դեպի ուր է ուղղված քո երգեցողությունը, դուրս թե ներս։ Ես շատ սիրում եմ իմ մոր երգեցողությունը, որ ամբողջությամբ դեպի ներս էր երգում, երբ որ առասարակ հայ կինը, երբ որ մեկուսի երգում է ինքն իր համար, այդ պահը հասունացնում է իր մեջ օրվա այդ հոգնությունը անցնելուց հետո մի 15-20 րոպե հանգստանալու պահ ունի եւ բանը հասնում է երգելուն, ինքն իրեն համար երգելուն, դա բարձրագույն երաժշտություն է ինձ համար։ Երբ ես այսօր օրինակի համար լսում եմ Բրամս, եւ երբ Բրամսի երաժշտության մեջ այդ էթիկական ընդգծվածությունն է ինձ համար չափազանց թանկ, դա մեր տնից է։ Մեր տան արժեքային համակարգից է։ Մենք այդպես էինք մտածում այս արժեքների շուրջը։ Իսկ ցոփության, շվայտության, այդ երաժշտությունն էլ կա, չէ՞, այդ զնգզնգոցների, այդ մագերեսի հաճույքների երաժշտություն նույնպես կա։ Մենք հաճույքներով նույնպես ապրել ենք երաժշտության մեջ։ Հաճույքը մեր ընտանիքին նույնպես հարազատ է եղել, այդ չի ասածս, բայց մագերեսի հաճույքը կամ անասնականի մոտեցող հաճույքը։ Այդ պետք է զգաս դու։ Կա չէ այդ անասնականի մոտեցող հաճույքը, որը շուկան արևմուտքի հրաշալի գիտի եւ գիտի ինչպես երեխաների այդ ետասարդ նոր արբունքի հասնող ետասարդների, տղաների, աղջիկների վրա դա իրացնել, շատ լավ գիտի։ Նրանց նոր կայացող այդ հասունության վրա դա ուղղել եւ ստանալ նրանից թվականակ վաճառվող մեծ թիվ ապրանք գիտի, դա գիտի,
ժողովրդական երգը կոմպոզիտորից վախենում է այնպես, ինչպես հիմա անտառում ապրող գազանը որսորդից, զենք ու զրահակած որսորդից է վախենում։ Այս կոմպոզիտորության մասին է խոսքս, որի հետ պետք է ճշտել, թե որտեղ է կոմպոզիտորությունը։ Այս մեղեդին որտեղ կդիմանա կուզենա գալ քեզ հետ, այդ վայրի գազանը զենքի հետ ընկերություն կանի, քո զենք ունեցողի հետ ինչ ընկերություն կանի, թե չի անի։ Կհավատա քեզ, թե կսպանես իրեն, քո տեխնիկայով, քո խելոքություններով։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում այն երաժշտությունը, որը տեխնիկական միջոցները իր վրա է առել ու երբ ես սովորում էի կոնսերվատորիայում, հարմոնիայի ես հարմոնիա լավ գիտեմ, չէ, սովորել եմ իհարկե, բայց ես հարմոնիայի սկզբունքով երաժշտություն գրեմ, այն սկզբունքը, որը որ Բեթհովենն է գրում, այդ հարմոնիան դա վերջացած բան է ինձ համար։ Դա բացարձակ դրա մեջ ստեղծագործական որևէ հայտնություն, որևէ ուրախություն, որևէ գյուտ չկա։ Նա մարսված է, այդ երաժշտությունը գրված է, հաղթանակել է, կայացել է, անհայտից եկել դարձել է հայտնի։ Հիմա այս հայտնի բանի հետ ինչ գործ ունես դու։ Այստեղից այն, որը գոյանում է այդ նյութի եւ այդ անհայտի կայացման այդ կետում։ Կոմպոզիցիայի ուսանողներ ունեցա, ճիշտ որ ասեմ, բայց ես չհավատացի, որ ես պետք է ինքս գիտեմ, որ մեր դասավանդման համակարգը հիմնականում հիմնվում է ներշնչելու վրա։ Ես տեսա, որ խրախուսելու կամ ներշնչելու, հեղինակությամբ երեխային վարակելու, դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ համար շատ քիչ էր։ Կամ պիտի ասես ճշմարիտը, կամ պիտի չկանչես քեզ իրեն, քեզ մոտ։ Ես մի քանի անգամ ասել եմ ճշմարիտը, տեսա, որ վախեցան, չեկան, այլևս դադարեցին դասի հաճախել։ Հասկացա, որ պետք է ուրեմն ուրիշ փակ շեմ, հետո սկսեցի փակ շել, սա ինչ գործ է, չկարողացա կարճ ասած կոմպոզիցիա դասավանդել։ Եթե մեկը կա, որ կարող է ծեծ ուտել ու դիմանալ, այդ կլինի հարաբերություն իրապես։ Ես օրինակ կռվող էի։ Ես երբեք ցույց չէի տա, որ իմ գլուխը շոյելով ինձ միամտեցնեի եւ ասեմ, որ շատ լավ ես։ Ես երբեք այդ չափանիշներով չեմ ապրել։ Ես կռիվ եմ տվել, ինքս ինձ հետ կռիվ եմ արել։ Ունեինք աշակերտներ, ուսանող ընկերներ ունեցել եմ, որոնք լավ գործեր էին գրում, լավ ճակերտավոր, որոնք մեր ուսուցիչները շատ հավանում էին։ Դրանք ինձ համար սատկած գործեր էին, որովհետև հենց դրա համար հենց այդ չափանիշներով էլ արված էր այն մեծերին սիրաշահել, դուր գալու համար էր դա։ Դա ինչ զբաղմունք է, դա ինչ կոմպոզիցիայով զբաղվելու առհասարակ գործ է դա։ Ես ինձ ասում եմ, դու պետք է մտնես ցեխի մեջ, մինչև որոշակի մի ֆորմա ստեղծելը, դու պետք է ձեր քո ոտով խրվես նյութ կուտակես, քարեր բերես, խիչ բերես, ավազ բերես, ծանոթանաս քարը, ջուրը, եւ դու երբևէ չմտածես, որ դու կարող ես սրանցից համակարգ ստեղծել։
Դու զորու չես համակարգ ստեղծել, դու առայժմ բեր սրանք, ներս բեր։ Դու սխալվիր, շատ սխալներ արա եւ չարություններ արա։ Խելոք մի եղիր, որ քո գլուխը շոյեն եւ 5 նշանակեն քեզ։ Մեր երեխաների մեծ մասը հենց այսպես գլուխ շոյելու եւ 5 նշան ստանալու պահանջ ունեն։ Լավ չէ սա։ Ես գլուխ շոյող չեմ։ Ես մինչև Հայաստան գալս, մինչև 47 թիվը Բեյրութում հաճախել եմ 2 տարի ֆրանսիական կաթոլիկ դպրոց։ Այնտեղ այդ հիմքերը այնքան ամուր են դնում, որը սկսվում էր աղոթքով։ Մենք կանգնում էինք ոտքի, աղոթում էինք, հետո եւ ֆրանսերենով էր մեր աղոթքը, հայր մերն էր։ Իհարկե դա անհետ չպիտի անցներ։ Ինձ համար դրանք ներսի աշխարհի բաներ են։ Միայն գիտեմ, որ դժվար է պատկերացնել արվեստագետ, որը գիտի թե դա իր արած գործը մեկ մարդու գործ չի, դա իր ուզելու չուզելուց չի կախված, դա մի բան է, որը իրեն նվիրվում է, տրվում է, կա նրա մասնակցողը։ Գերմանացիները հիմա ինձ առաջարկեցին գրել ռեկվիեմ։ Ես 3 տարբերակ սկսած եւ կիսատ թողած ունեի ռեկվիեմ։ Եվ 10 տարվա ճանապարհ եմ անցել ուսումնասիրելու, այդ տեքստի խորքերը մտնելու, տարբեր երկրների ռեկվիեմներ կամ այդ հոգևոր տեքստերը ինչպես են երգում, ինքան հետաքրքիր աշխարհ է դա։ Երբ որ այդ ամբողջի միջով անցնում ես եւ քեզ մի օր ասում են ուզում ենք որ դու մեզ համար ռեկվիեմ գրես, այնտեղ ալևս պատվերից իր պատվերն է, բայց նաեւ ես 10 տարի պատրաստել եմ ինձ, չէ, սովորությամբ։ Երբ դու ասում ես ռեկվիեմ էտերնամ դոնա էիս դոմինե, այնտեղ 500 ռեկվիեմ պատմության ընթացքին ստեղծված շեդևրներ ոտքի են կանգնում։ Ասում են ես եմ։ Եվ սա ամեն մեկը գալիս է ասելու իր ռեկվիեմ էտերնամ, մեկը Վերդի ռեկվիեմն է թատրոնի միջից, շքեղ մի թատրոն, մյուսը եկեղեցու հավատավոր զուսպ, այնպիսի խստությամբ է ասում սահմարկեցուցիչ զուսպացությամբ եւ այս շարքը որ սկսում ես լրացնել, մեկը կորսիկացի է, տակարյուն։ Հիմա երբ դու փորձում ես իրենց պես երգել, դու դառնում ես ամենատխուր գործողություն անողը, թատրոն խաղացողը, դա ամենատխուր բանն է։ Դու կարող ես քո իրականությունից ստեղծել քո թատրոնը։ Ու ես այդ հավաքական կերպարը ես պետք է ունենայի։ Որտեղ է գոյանում այդ թատրոնը լավագույն ձևով։ Որտեղից ես կարող էի դուրս գալ համակարգ ստեղծելու արտասանական արվեստի, հուզմունքների դաշտ ստեղծելու, վախենալու, գովելու, աղոթելու, ուրեմն տեսա որ սա պետք է լինեն մարդիկ, որոնք ապրում են մեր մանրանկարչության մեջ։ Այդ դեմքերը, որոնք որ բոլորը առանձին կերպարներ են իսկապես, ինքան տարօրինակ հետաքրքիր դեմքեր են սրանք խոշոր աչքերով, անսովոր, բայց շատ հավաստի, այդ կերպարները այսօր են Երևանում, գյուղերում քայլում են դրանք, այդ աղջիկները իրենց աչքերով, հոնքերով, հարցականներով, շատ, երբ որ ինձ համար ճշտեցի, որ սա է ակունքը, իրենք են երգելու, ամեն ինչ եկավ տեղն ընկավ։
64 թվականին ես 25 տարեկան էի։ Այդ 25 տարեկանում ես արել եմ իմ առաջին ֆիլմը Հայ ֆիլմ կինոստուդիայում, փաստագրական ֆիլմերի ստուդիայում։ Եվ հետո մինչև 69 թիվը տևական աշխատել եմ փաստագրական ֆիլմերի հետ։ Այն տարիներին փաստագրական ֆիլմերի ստուդիան լավ ընտանիք էր։ Այստեղ Արտավազդ Փելեշյաններ, Արավահունիներ, լավ անուններ շատ կային։ 69 թվին Փարաջանովը եկավ։ Նրան գույնի ես արել եմ 69 թվին։ Նույն տարին արել եմ մենք ենք մեր սարերը, 30 տարեկանից արդեն ես կինոյում էի։ Ժամանակին Ֆրանսիայում լույս են տեսել արվեստագետների գրքեր, որոնք խոսում են իրենց մասնագիտության մասին։ Արթուր Օնեգերը գրել է գիրք, որը կոչվում է Ես կոմպոզիտոր եմ։ Այդ գրքի գլուխներից մեկը իբրև հանցանքի խոստովանություն վերնագրել է Ես համագործակցել եմ։ Շատ եմ սիրում այս ձևակերպումը իրեն։ Ես համագործակցել եմ այս ռեժիսորների հետ, այս սցենարիստների հետ, նրանց հարմարվել եմ, նրանց ստացած մարմնի, գեղարվեստական մարմնի օրգանական մասն եմ փորձել դառնալ, բացել եմ նրա բանալին եմ փնտրել, թե ինչ կարող է անել այստեղ երաժշտությունը, որ ելևէջներով, որ թանձրությամբ, որ ինչքան հիմար, ինչքան խելացի։ Ես երաժշտություն ունեմ, որ փոքրիկ ուղիղ արտահայտություն է։ Դա համարեմ իմ երաժշտությունը, դա կինո երաժշտությունն է, չէ։ Մալյանի ֆիլմում, օրինակ կտոր մի երկնքում, Կուրվանդա Թորոն դռնից դուր ընկած հարց է փնտրում։ Այդ երաժշտությունը գրել եմ նույնպես։ Շատ տաղտկալի տխուր դրան թակոց է ընդամենը երաժշտական մարմնի մեջ, ձայների, գեղարվեստական ձայների, բայց ես եմ թղկացնում այդ, ինքը չի թղկացնում այդ դուռը։ Ես իհարկե փորձել եմ արժանի լինել գեղարվեստական այս չափանիշին, որը պահանջում է ֆիլմը։ Դրանում ոչ մի խոսք, ոչ մի զիջում որակին։ Խնդիրը այստեղ համագործակցությունն է, որ շուշտ մեծ արվեստագետի հետ ես համագործակցել։ Մարդիկ էին սրանք, որոնց հետ շփում եմ, ինձ համար հարստության կուտակման աղբյուր էր, հոգևոր, կենսափորձի, արժեքների գնահատման։ Փարաջանովը ինձ հետ երկար ապրեց։ Այն տարօրինակությունները, այն շեղումները, այն աբսուրդները, որ ինքը կարող էր անել, իրեն թույլ տալ։ Մանավանդ դրանք երբ որ հաղորդակցվում էին երաժշտությանը, կարող էին իրենց հետևում երկ ունենալ այդ պատկերի տակ։ Դրանք սնունդ էին, իհարկե։ Երբ որ իսկապես կենթանի հողից ծնվող զվարճությունները, աբսուրդները սկսում ես իսկապես գնահատել, ճանաչել, դա եւ մանավանդ երբ որ դու դրա կարիք ունես քո գործերի մեջ, ներդնելու պահանջը ունես, փնտրում ես, էլ որտեղ կարող է լինել այդ կարգի մի բան, դրանք հրաշալի օրինակներ են, Փարաջանովի օրինակ վերած այդ աբսուրդները, տարօրինակությունները, պարադոքսներ, լիքը պարադոքսներ։ Երբեմն ասում են, ախր սա կեղծ է, ոնց ես թույլ տալիս բան, այնտեղ մի հատ եկեղեցու ներսում մի հատ
սուտ մի ամպեր սարքել, ամոթ էր ասում։ Ի՞նչն է ամոթ։ Ինչու պիտի ամաչեմ ես։ Այդ ամպը հիմա էր այդպես մարդ չի հասկանում, դա ամպ է թե ինչ է։ Կադրի մեջ ոչխարներն են, Վիլեն Գալստյանը, որ հոգևորական էր, փորում էր այդտեղ տեսարանում, այնտեղ մի հատ Վիլենը զարմացած նայում է շորին, սպիտակ ինչ որ մի կլոր բան է, բրտե ամպ է, այդ որտեղից եկա։ Հաներ ասում էին շատ էլ, ես լսել եմ որոնք չէր լսում։ Կինոյի աշխարհում ապրելը, աշխատելը չափազանց հետաքրքիր եւ շատ մեծ հարստություն է։ Այստեղ ամբողջ քո մշակութային իրականության սերուցքն է։ Լավագույն ուժերը այստեղ են՝ թատրոնի, ռեժիսուրայի, գրականության, գեղանկարչության եւ էլի շարեցեք նման բաներ, դերձակներ, վարպետներ, ամեն կարգի, այո։ Լավ աշխարհ էր։ Ես ուրախ եմ, որ այդ աշխարհի միջով անցա մեծ հարստություններ անշուշտ։ Ես երբ իմ ձեռքին ունեցա այդ ինաստրանная լիտերատուրայի այդ համարները, որտեղ խոսքների շումի яростներ, աղմուկ եւ ցասում, ես չկարողացա կարդալ, դրեցի մի կողմ։ Մի երկու տարի անցավ։ Նորից վերցի ձեռքս, եւ չգիտեմ ինչպես եղավ, կարողացա ներս մտնել։ Մի նախադասություն կա, որ շատ եմ սիրում, կարող է երևի լավագույն բացատրությունն է սա։ Հեմինգուեյի ծերունին եւ ծովի մասին է խոսում եւ ասում է. շատ լավ գործ է։ Այստեղ շարում է հերթականությունը, ով ում է ուտում։ Գետը սրան, ձուկը նրան, այսպես, վերջում եւ բոլորը իրար ուտում են, բայց բոլորի վրա Աստված կա եւ Աստված բոլորին սիրում է։ Ինքը այդ տեսանկյունից է գրում։ Առհասարակ։ Իր վեպերից մեկում Ֆլեմ Սնոուպսը 3 վեպերի շարք է եւ մահանում է։ Մի ահռավոր մարդ է դա։ Այսօր այդպիսի մարդիկ մեր շուրջ շատ կան։ Ֆլեմ Սնոուպս, որ ոչինչից, նույնիսկ սեռական ամլությունից սկսած իր կարողանում է օգտագործել, որպեսզի վաղը դառնա բանկիր։ Եվ նրա մահը խղճում ես։ Եղավ այդպես, որ ես հավասիկ 10 տարի տևական ապրում եմ ֆոլկների հետ։ Իմ ճշմարտությունը դա է, ուրիշ ճշմարտություն ավելի զորավոր հիմքեր ունեցող այս պահին, այս 10 տարիների կուտակման արդյունքում չունեմ։ Սա է լինելու իմ ճշմարտությունը, որի հիմքի վրա պետք է գոյանա ալտի կոնցերտը։ Ուրեմն գրական հերոս, շատ լավ, գրական հերոսը ով կարող է լինել, իմ ամենասիրելի կերպարը դա Քվենտին Թոմփսոնն է։ Ես որոշեցի գրել այս 3 առաջին բառերը եւ հետո ես ժամանակին էի։ And then I was in time again. Սա իր ինքնասպանության օրն է։ Այս իր վերջին օրն է գոյության հերոսի։ Ինչ ազնվագույն տղա է, Աստված իմ։ Ուրեմն ես այս կոնցերտը գրեցի հենց այս խորագրով։ Եվ հետո ես ժամանակին էի։ And then I was in time again. Снова я во времени, բայց այս թարգմանության մեջ է снова я во времени, այնպես է հնչում, կարծես բողոք է ժամանակի մեջ, ցավ է իր համար ժամանակի մեջ լինելը։ Ժամանակը կարող է ցավ տալ մարդուն։ Ֆիզիկական ցավ պատճառել, զարթնել է ու ցավ է ապրում, որտեղ ժամանակի մեջ է։ Այսպեսի
ուրեմն ժամանակի այսպիսի զգացողություն։ Իսկ գիտեք, որ վերջին մեծ ժամանակահատվածի համար ամենալուրջ քննարկման մտքի բնակավարի ամենազբաղեցնող նյութը ժամանակն է։ Եվ ճշգրիտ գիտության մեջ, եւ գեղարվեստական իրականության մեջ ժամանակն է։